Ես խնդրեցի, որ զոքանչես գա մեր հետ ապրելու։ Օհո։ Կինդ եմ հանգիստ կարայիր պաչեիր։ Ինչ լավ է, որ գոնե այս ներկայացումները կա, մենք սենց համբուրվում ենք։ Այս ներկայացումը չներգեփ ենք պատճառը։ Գագոն կարա հաճախորդ ունենա, ով մերկ պարկած է սենյակում եւ Գագոն աշխատում է։ Հաճախորդուհի է սա, էլի։ Հաճախորդուհի։ Մենք համբուրվում էին, նայում եմ, այսինքն ի՞նչ է նշանակում այս ամեն ինչ, նորմալ համբուրվեք։ Դու ինչ նկատի ունես, չէ՞, դա մենք անում ենք լուր, մենք դրա տեխնիկան ունենք։ Ենք կողքի սենյակից, այսօր ավելի լավ է։ Ապրես Գագո։ Կայտարակու։ Լիդիան մեկ էլ կարող է սենց մի կանելով, սենց ֆորանք ասենք ինչ է եղել։ Այսինքն ինքը կարդում է դե բնականաբար Համլետի մասին ամեն ինչ, Համլետի մասին վերլուծություններ, Համլետի գրքի գիրքը։ Լիդիան խաղում է Համլետ։ Տղամարդը հրաժարվի իր տղամարդ լինելուց, որպեսզի Համլետը ստացվի։ Չէ, Համլետը դու չես, Համլետը Լիդիան է։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ։ Գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Սկզբից ուզում եմ խնդրել անպայման բաժանորդագրվել իմ YouTube-ի պաշտոնական ալիքին, ստեղմել զանգի կոճակը եւ չմոռանալ թողնել մեկնաբանություններ, ինչպես նաեւ միացեք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին։ Այնտեղ մշտապես տեսանյութերն ու լուսանկարները թարմացվում են եւ ես էլ սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին։ Շարունակում են գարնանային տոները եւ գարնանային ու գեղեցիկ տրամադրությունը իմ տուն ռեստորանում, հատկապես որ այսօր այստեղ հյուր են լինելու իմ շատ սիրելի ընկերները Հրաչյա Ղափլանյանի, Երևանի պետական դրամատիկական թատրոնի արտիստներ Գագիկ Մկրտչյանն ու Լիդիա Գրիգորյանը։ Գնամ դուռը բացեմ, միջարոց կարոտել եմ ընկերներիս։ Ուր են գնում։ Այմինեի։ Համաբան ենք ուտելու թե։ Ասելա որ Ասել ես որ բանի ես չեմ ուտում։ ամեն ինչ ասել եմ։ Տեղյակա, հուսամ չի խախտել ոչ մի բան։ Այ ես ոնց հուսամ։ Անեն սոված եմ գալիս Հերմինե ջան, խնդրում եմ բանի կարակ բան։ Եկանք։ Ճիշտ եք եկել, բարև ձեզ եկեք։ Վայ, դու գիտես որ ես քեզ չեմ տեսել, դու լին տեսել եմ Իրան։ Привет, merci, որ եկաք։ Լավ, ես քո հետ չեմ շփվում։ Привет։ Լիդիա ջան, Գագիկ ջան։ Շատ շնորհակալություն, այո, օրը ինձ հետ սկսելու համար։ Դե ճիշտ ասած շատ հաճախ եմ ձեզ բևում տեսնում, այսպես խելոք գալիս եմ, նստում եմ ներկայացումները նայում, գնում եմ, բայց այսպես չեմ հիշում վերջին անգամ երբ էինք իրար հետ հավեսով նստել, շփվել, ասեցի առիթ է, որ մեկ անգամ եւս հանդիպենք։ Մերսի, որ եկել եք։ Շնորհակալություն հրավերի համար, բայց իրոք խնդրում եմ ինձ կասես մեջը։ Ոչ, դու սա կիմանաս ամենավերջում։ Լավ կզսպեմ ինձ։ Զսպիր, որովհետև միջև այս դեռ մի քանի բան կա որ։ Համով է, չէ, բայց համոզված եմ որ համով է։ Երևի հա, նսովա։ Նսովա։ Բայց միջև այդ ինձ 2 րոպե ժամանակ տվեք, որ սկսենք մեր հյուրասիրությունը։ Դու այդ ընթացքում կարող ես Չէ, լավ, չես կարող։ Չեմ կարող։ Կմատուցեմ, հետո գինին կլցնես։ 2 րոպե։ Սպասեմ։ Okay։ Որպես նախուտես պատրաստելու եմ շատ համեղ կրեկերներ, աղի, կծու եւ սոխով։ Կարող եք մատուցել եւ գարեջրի հետ, կարող եք մատուցել եւ գինու հետ եւ պարզապես հենց այնպես վայրել, խրթ-խրթացնել։ Իդեպ կարող եք որոշակի համեմունքներից զերծ մնալ եւ նաեւ երեխաներին հյուրասիրել, օրինակ չիլի կծու պղպեղից։ Պատրաստելու եմ ցորենի ամբողջահատիկի ալյուրով, իհարկե ես օգտվում եմ Արտեր ընկերության ցորենի ամբողջահատիկի ալյուրից եւ մնացած բոլոր այն մթերքներից, որ ընկերությունը այսօր ներկայացնում է։ Հատիկավոր մշակաբույսերը աճեցվում են եւ արտադրվում են Հայաստանում։ Իդեպ Արտերը սերվել է մեր երկրի երկրագործական ավանդույթների ուսումնասիրությունից եւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռևս 1909 թվականին Ծաղկուն գյուղի շրջակայքում աճեցվել են հաճար, ցորեն, գարի, կտավատ եւ կարտոֆիլ։ Եվ ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ այդ ժամանակ չեն օգտագործվել որևէ քիմիական նյութեր, պարարտանյութեր եւ թույլ են տվել, որ 3 տարին մեկ հողը հանգստանա։ Եվ այսօր էլ ավանդույթները շարունակվում են իհարկե։ Անցնեմ գործի։
Ինձ անհրաժեշտ է 250 գրամ ցորենի ամբողջահատիկի ալյուր։ Ունենք 250 գրամ ալյուր մեր տարայի մեջ։ Ինձ անհրաժեշտ է 1 կարմիր սոխ։ Մանրացրած սոխը ավելացնում եմ ալյուրին։ Իդեպ եթե սոխը մեծ կլինի, կեսը ավելացրեք, մոտ 2 ճաշի գտալ։ Ավելացնում ենք նաև մանրացրած մաղադանոս, 2 ճաշի գտալ քունջութի սեր, սև պղպեղ, չիլի կարմիր պղպեղ, ահացած չամանի սերմեր, չորացրած կանաչ հեղեն, ավելացնում եմ նաև զիրա, ծեծում եմ, հետո եմ ավելացնում, իդեպ եթե զիրայի հայերեն տարբերակը գիտեք, կխնդրեմ ինձ էլ օգնեք, որ իմանամ, գրեք մեկնաբանությունների մեջ։ Կես գտալ սոդա, խառնում ենք, առանձին տարայի մեջ լցնում ենք 1.5 գտալ մածուն, 4 ճաշի գտալ ձիթապտղի յուղ, ավելացնում ենք և 110 մլ տաք ջուր և այսպես դանդաղ պիտի խառնենք, տեղափոխում ենք ավելի հարթ տարածության վրա և փորձում ենք բացել։ Հիմա արդեն կտրատում եք այնպես, ինչպես որ սիրում եք։ Տեղափոխում ենք թավայի վրա, յուղաթուղթ եմ դրել, պատարագաղով ծակծկում ենք մեր կրեկերները և խոշոր աղ եմ ավելացնում վրայից։ Իմ գեղեցիկ ու համեղ կրեկերները թխում եմ 170 աստիճան ջերմությամբ։ Ամբողջահատիկի ալյուրով պատրաստված իմ կրեկերները պատրաստ են։ Ես առաջարկում եմ սկսենք մեր հանդիպումը ամբողջահատիկի ալյուրից թխված տնական կրեկերներով։ Ես եմ պատրաստել, ներսում համեմունքներ կան, սոխ կա և իհարկե ծովի աղ, ինձ թվում է մեր ռոզե գինու հետ շատ լավ կհամադրվի, որպես սկիզբ էսպես, որպես բարի գալուստ։ Շատ լավ, ես համոզված եմ, որ համողա, բայց ինձ այս ամբողջ պատմության մեջ ամբողջահատիկ բառը դուր է։ Ոնց առաջին անգամ եմ լսում։ Ես էլ ուզում էի հարցնել։ Այո, այսինքն ամբողջահատիկի ալյուրը ոչ թե մշակվում է ցորենի մեջ են փոքր սպիտակ հատված, այլ ամբողջությամբ թեփով, արտաքին շերտով եւ շատ օգտակար է առողջության համար, մարսողության համար ու ամբողջ վիտամինները պահպանվում է այս ալյուրի մեջ։ Շատ լավ։ Իսկ այդ նրա համար են մտածել, որ մթերքը ուղակի չկորի, այսինքն եթե միայն միջուկն են օգտագործում, քանակը քչանում է։ Իսկ ընդհանուր օգտագործում են, մտածում են առողջարարակ, երեք էլ են։ Նրա համար են արել, որտեղ վերականգնում են ավանդույթները, ու հիմա բոլորը անցնում են այս ամբողջահատիկի ցորենից պատրաստած հացաբուլկեղենին, ինչը շատ օգտակար է։ Այսինքն այն դեպքում, որ ասում ենք հացը վնասակար է, մի կեր, այս դեպքում նման բան չեն կարողանալու ասել, նույնպես որ օգտակար է, վայելեք, բայց գինել գինի լցրում ես։ Նույնական փորձել Հա, փորձին որ լավ, փորձին որ համեմունքները դե շատ է, շատ այն առումը, որ համով է։ Կարար չլիներ այդքան։ Եթե չես հավանում, ասա։ Ես քրիտիկային դեմ չեմ։ Մանավանդ գիտեմ, որ դու շատ համով ես, չէ՞ պատրաստում գալ։ Բայց ես համարյա միշտ նույն բաներն եմ պատրաստում։ Ինչ ես պատրաստում։ Դե մսից շատ բաներ։ Ահա։ Դե իմ հիմնականը ես պետք է ամեն օր ուտելիքի հետ մի հատ սպագետի ուտեմ շատ մսով, նոր ասեմ հիմնական ուտելիքի։ Այ ուզում էի ախր սարքեի, ոնց չասեցիր, Լիդիա, մեղավորը դու ես։ Ախր Բայց թող մի օր էլ ուրիշ բան ուտի։ Երկու անգամ եմ ուտում սպագետի մսով, ոչ, հետո նոր ուրիշ ուտելիքներ արդեն են։ Բայց այդ սպագետին դու ես պատրաստում, թե ինքն է իր համար պատրաստում։ Համ ես համ ինքը։ Նայած օր։ Իսկ ամեն անգամ նույն սպագետին, թե տարբեր տես։ Չէ, տարբեր ալի, նո։ Տարբեր ալինում, բայց իրականում Լիդիան է շատ համով սարքում։ Լիդիան շատ համով սարքում է այն դեպքում, երբ որ ինքը ուզում է։ Իսկ երբ է Լիդիան ուզում, երբ ես ուզում։ Երբ որ արդեն է տարբերակ ջուրը չսարքում։ Երբ որ արդեն ասում։ Ես շատերը մտածում են, որ եթե դու դերասանուհի ես, այն էլ երիտասարդ, գեղեցիկ, գործող, ուրեմն դու տենց տաննել ես, էլի դերասանուհի, ոչինչ չես անում, քեզ ֆահում փայփայում ես։ Այդ ինչքանով է իրականության հետ համապատասխանում։ Ինչքանով է համապատասխանում։ կարող եմ այդ հարցին ես պատասխանել։ Իհարկե, դու բոլոր հարցերին իդեպ կարող ես դու պատասխանել, Լիդիան կհանգստանա։ Երբ որ մենք տեղափոխվեցինք մեր նոր տունը, Ահա։ ես խնդրեցի, որ զոքանչես գա մեր հետ ապրելու։ Օհո։ Այո։ Փոն պայման։ Իհարկե, նախ զոքանչես իմ ընկերն է։ Իմ կողմից է միշտ ավելի շատ քան Լիդիայի, համով պատրաստում է։
Իմ շորերին ուշադիրաշատ, համով պատրաստումը, իմ բերած մթերքից հասկանում ինքը ինչ պետքա պատրաստի, ես երբ ինչ եմ կերել, հիմա ինչա, մի խոսքով ու հետո շփման մեջ էլի հաճելի նստում եք։ Այդ ընթացքում Լիդիան թատրոնից երբ որ գալիս է տուն, շարունակում է իր տեքստերը կրկնել։ Այսինքն կարող է մենք ինչ որ բանից խոսանք, թատրոնից դուրս կյանքային նստած ենք։ Լիդիան լինել, թե չլինել։ Դե մանավանդ էս որտեղ վաղը Համլետ ունի, նաև էտա։ Լիդիան մեկ էլ կարող է sense միմիկաներով sense ֆրանկ ասենք ինչ է եղել։ Հա, լավ, տեքստ է կրկնում, լավ, sense խոսքով մենք այնտեղ սարքում օտոն բանման sense գնում ենք թատրոն, արդեն դե թատրոնի վրա Լիդիան թատրոն տուն իր համար մի հատ կյանք է դա թատրոն։ Հա, բայց տենց մի ասա, ես տանն եմ աշխատում։ Չէ, նենց չի որ ես տանը դերասանուհի եմ, ես տանը երբ որ ավակում եմ, մաքրում եմ, դասավորում եմ, երբեմն եփում եմ եւ այլն, այդ ընթացքում եմ փորձում տեքստերս կրկնել նաեւ։ Երբեմն ես եկական դասը ալվանում եւ շարունակում Չէ, ճիշտ ասած հա ինքը նայում այ, ես անում եմ ամեն ինչ նայում, ինչ է եղել, հա լավ կներեք։ Այ մոտ անընդհատ տպավորություն ինչ որ գործեր անելուց թեկուզ իմ շորերը օրինակ հարթակելուց, բայց չէ տպավորություն է, ասում դից ինչ է եղել։ Ոչ նայում եմ դեմքին, հա լավ, всё գնաց, էլի տեքստներ, էլի ինքը տեղում չէր, գործը անում է, բայց ուղեղովը տեղ չի։ Բարի գալուս, շնորհակալություն, որ օրը ինձ հետ եք սկսում, ինձ շատ հաճելի է։ Եվ ուզում եմ ես էլ փորձեմ դրանից կարելի է։ Փորձեք շատ համով է։ Լիդ դու էլ փորձի։ Լիդիան մի փոքր վատառողջ է, եթե կզգաս որ կոկորտդ կարող է քերել։ Ես քեզ հա, ես ազատ։ Ամբողջ հատիկ ես ուտում։ Նայ, ամբողջ ես խոսակցում հա, սիրեցի։ Տես, Լիդիան հավանել։ Ես ուղղակի մտածում եմ ինչեր կա մեջը, ոչ թե չէի հավանել, էլ մտածում եմ ինչեր շատ։ Մեջը տարբեր համեր բաներ կան, կտավատ կա, չէ, քունջուտ կա, համեմունքներ կան, նման լիքը բաներ։ Դե ավելի լավ չի խանութից գնալ։ Արևելյան համեմունքներ էլ կար, որով որ սարքում են նաև իրանք իրենց։ Շաման կա, այո, բրավո։ Այս ամբողջ խոսակցության ընթացքում ինձ մոտ տպավորություն էր, որ իր դերերի վրա աշխատում էր Լիդիան։ Դու տես մեկ էլ գնում ես թատրոն, հա, պատրաստ արդեն ամեն ինչ էլ ոչ դերի վրա ես աշխատում, ոչ բան, հա, տենց։ Ճիշտ է որ ասեմ, ես չեմ հասցնում, չնայած ժամանակ կարող եմ գտնել, բայց չեմ հասցնում այդքան կարդամ ու ուսումնասիրեմ այն նյութը, ինչի մասին որ մենք խաղալու ենք։ Ի տարբերություն Լիդիայի, որովհետև Լիդիան օրինակ Համլետ պիտի խաղար, դե գիտի պատասխանատվությունը Համլետի, գիտի ինչքան մարդ ոնց աղջիկա Համլետը, բան արդեն այդ թեմաները, բայց դա իրան չի հետաքրքրում, որտեղ ռեժիսորը հանձնարարել է իրան, որ դու պետքա խաղաս Համլետ։ Այսինքն ինքը կարդում է դե բնականաբար Համլետ, Համլետի մասին ամեն ինչ, Համլետի մասին վերլուծություններ, Համլետի գրքի գիրքը, բոլոր ինտերվյուները ընդհանրապես աշխարհում ինչ վերաբերվում է Համլետին, որ դրանից գա մի եզրակացության ու բերի տարբերակներ, որովհետև ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը ու Լիդիան Համլետի հետ կապված բերել են այն մոտեցում այն տարբերակը ոչ թե զարմացնելու համար, այլ լուրջ ուսումնասիրության արդյունքում նոր բաներ գտնելու արդյունքն է մեր նոր Համլետի տեսակը։ Լիդ, վերջին անգամ որ նայեցի Համլետը, մտածում եմ ասում ինչ հետաքրքիր է, չէ՞, բոլոր տղաները, որ ընդունվում են թատերական ինստիտուտ, տառապում են Համլետ խաղալու երազանքով։ Ում հարցնես ինչ կուզենաս խաղալ, տենց են ամենակարևոր դերերից մեկը հայտնի կերպարներ, առաջինը Համլետն են ասում։ Քո պարագայում ես վստահ եմ որ չես երազել ինստիտուտից Համլետ խաղալու մասին, մեկ էլ հոպ չգիտեմ մի վստահ եմ թատրոնում բոլորը երազել են տղամարդկանց միջից որ պիտի խաղան իրենք Համլետ, մեկ էլ հոպ Լիդիան խաղում է Համլետ։ Հա, շատ ճիշտ ես ասում, որովհետև երբեք չեմ էլ մտածել նման բանի մասին, ոնց ասեմ, մտքովս էլ չի անցել, որ կարա տենց լինի։ Ուղղակի ներկայաց ռեժիսորի մտահղացումներ, ինքը այդպիսին էր տեսնում Համլետին, այսինքն եթե ռեժիսորը ուզում է Համլետին պատանի բացի, իսկ դա այդպես էլ գրված է, Համլետը պատանի է ուսանող է, իսկ պատանի տարիքում Համլետին համապատասխանում է շատ ավելի կինը, քան 30-40 տարեկան տղամարդը, որը որ պիտի գա ու պատանի խաղա, դա արդեն կարիկատուրնի մոտեցում է։ Դրա համար ոնց ասեմ, ռեալիզմը թատրոնի պայմանականության մեջ պիտի փնտրել բովանդակության մեջ, երևի տենց։ Տղաներից շատերը հա երևի երազում են Համլետ դերի մասին, բայց ես ասեմ ինքը
ինքը բավականին բարդ դեր է, ոչ այն առումով, որ ամենաշատ տեքստերը ունի, ամենախորի իմաստը, չես հասկանում առաջին բան ինչա գրել, ես միջև այդ կոդերը չեմ բացել, չեմ կարողացել իմաստը հասկանամ, ինչա խոսում, ինչա ասում, ամբողջը կոդավորված բացել ենք։ Ինքը տղամարդու համար շատ բարդ դեր է։ Տղամարդը հրաժարվի իր տղամարդ լինելուց, որպեսզի Համլետը ստացվի, որովհետև Համլետը ինքը տղամարդու անունից չի խոսում, տղամարդու կրքերից չի խոսում, ինքը խոսում է համամարտկային։ Դրա համար շատ բարդ է, երբ որ տղամարդը պատկերացնում է, որ Համլետը դա հեսա Բրյուս Ուիլիսն է, դա այն հերոսն է, որ հիմա հաղթելու է բոլորին, բայց իրականում այդպես չի։ Դրա համար նյուլավիմու է, ինքը շատ բարդ է, իրականում շատ բարդ է։ Իսկ այդտեղ Համլետի ողբերգականությունը ամբողջովին բացելու այդ հմտությունը, որ հենց կարող է կնոջ հետ տրված լինել, որտեղ կանայք մի տեսակ այլ կերպ են ողբերգությունները ընկալում, դրանց մեջ մտնում, կարող ես գիծնել կար դրա մեջ։ Անկեղծ ասած չգիտեմ, չեմ կարծում տղամարդիկ կան, որոնք որ կարողանում են այդ ողբերգական իրավիճակը ընկալել, ընդունել, բայց այդ տղամարդը, որ կարողանում է դա ընդունի, արդեն դառնում է 40-50 տարեկան, դրա համար հիմնականում 40-50 տարեկանում են խաղացել Համլետներ։ Նայում ես, դու ներկայացումը խոսում է, որ պիտի գնա Վիտենբերգ ուսանելու 50 տարեկան տղամարդը կամ 40 տարեկան տղամարդը ու քո մոտ դիսոնանս է առաջանում։ Այդ ուղեղի պարունակությունը, որը ունի տղամարդը այդ տարիքում, ֆիզիկապես չի համապատասխանում դերին, իսկ կինը իր դիրքով երևի կարողանում է համապատասխանացնել, որ պայմանականություն կա այստեղ ու տղան փոքր երիտասարդ է։ Ինչ որ բան էիր ուզում ավելացնել։ Ես Մոռացա։ Լավ, արի միջև կհիշես, իսկ չկար քո մոտ որպես դերասան այդ ընդվզումը, որ մի րոպե ես ստեղ պատրաստի Համլետ, օրինակ, մեկ էլ արի ուտես, որ չէ, Համլետը դու չես, Համլետը Լիդիան է։ Նայած կյանքում ով ինչի հետ է բախվում, ինչը ումից ես իմանում ու ինչ տարբերակով ես իմանում, դա մենակ Համլետ ներկայացմանը չի վերաբերում, ընդհանրապես կյանքում ամեն ինչ էլի, որ ասում են նայած Ամերիկան քեզ ով ցույց տալու էլի, տենց ոնց կընկալես։ Տեսեք, քանի որ ավելի շատ ես տարբերակը Համլետի մասին լսեցի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանից, Լիդիայից, մեր մնացած դերակատարներից, ովքեր էլի փորփրում էին, ուզում էին հասկանալ ինչա ոնց է, ես լրիվ համաձայն էի տարբերակի հետ, որտեղ եթե ինքը պետք է տենց ուժեղ տղա լինի, ինչ որ հանդիսատեսը պատկերացնում է, Համլետը սենց բոյով մի հատ ուժեղ տղա է, թուրը ձեռը եկել է, ներկայացումը 3 րոպեից կվերջանա, որտեղ եթե պետք է գա ու սպանի հորողբորը, հենա կգա կսպանի, ինչ է նստում, լացում, ներկայացում, բեմադրում, խառը բաներ անում։ Հա, այդ առումով այդ տաղու դեր չի, տենց կոպ, հա կարելի է դա խաղալ, լիքը շատ դե պարզ է, ինչքան տղամարդ է խաղացել, ամեն մեկ իր տարբերակն է մատուցում, բայց այնտեղ էլ լիքը հարցեր կա, ոնց որ օրինակ շատերը հարցեր են ինչի հենց կին։ Պատասխանը կա ինչու հենց կին, որտեղ ուսումնասիրության արդյունք է դա։ Իսկ պատասխանը կա ինչի այդ ուժեղ տղամարդը այդքան ձգձգում է այդ հարցը, փաստորեն կոզմա ցույց տա որ ուժեղ է, իրականում մի մոտանքի չգիտեմ, ես ամենայն դեպս չեմ էլ մտածել Համլետ խաղալու մասին, որովհետև ես երևի այն կլասիկ թատրոնի մարդկանցից եմ, որ յուրաքանչյուր դերի վրա եմ ուրախանում ու երբեք չեմ ուզեցել կոլեկտիվից կտրված դերասան լինեմ, որ ես գամ առաջի պլան։ Ըստ դերի կարող է ներկայացման ֆորմատի գամ առաջի պլան, բայց ես սիրում եմ ներկայացման այդ ամբողջականությունը, սկսած ամենավերջի մասովկից կուլիսներում կանգնած աշխատող մարդկանցից մինչև առաջի պլան դերակատար ինքը մի օրգանիզմ է։ Ես այդ ամբողջից մեկն եմ սիրում լինել, ոչ թե գալ առաջ։ Այդ իմ համար թատրոնն է, էլի հենց։ Մենք թատրոնի մասին դեռ անպայման շարունակելու ենք խոսել, միայն այս թեմայի շուրջ վերջին հարցը վաղ կար տապալվելու։ Դե հա, տապալվելու վաղ կար, որ այսօր ես չեմ հասկանում տապալվելը ինչ է, որովհետև տապալում կար ժամանակին, երբ որ գալիս էին պոմիդորներով, ձվերով նստում են կամ թաթերագետները գրում էին վաց։ Այսօր այդ ամեն ինչը չկա։ Չէ, ես դեպք եմ տեսել ներողություն ընդհատում եմ, երբ ներկայացում ուղիղ 20 րոպե հետո դերասանը անձամբ բեմից խնդրել է փակել վարակվերը եւ հայտարարել է, որ ներողություն ինձ մոտ չի ստացվում եւ փակվել է։ Մեզ մոտ, այո։ Տապալվելու մի ձև է։ Հնարավոր է, այդպես է տապալվել կա խաղում վերջացնում ես եւ հետո հասկանում ես որ չարժի երկրորդը խաղալ, երրորդը այլ մնաց խաղացան։ Ձեր թատրոնը։ Չէ, թատրոնը ինչ է։
Մեր թատրոնում։ Հա, չէ, ձեր թատրոնում չէ, այսպես ձեր թատրոնում։ Հա, բայց ուրիշ չէ, մեր թատրոնում։ Դենիել Դել-Լյուիսը, որը խաղացել է Համլետ, ներկայացման ընթացքում, այո, ընդհատել է ներկայացումը, որովհետև հոր ուրվականի հետ հանդիպման ժամանակ իր մոտ երևակայական իր հոր ուրվականն է եկել, որովհետև նոր էր մահացել հայրը եւ ինքը ընդհատել է ներկայացումը, չի շարունակել ու դրանից հետո էլ չի խաղացել։ Նման դեպքեր լինում է, բայց չգիտեմ, ամեն դեպքում հնարավոր է։ Տապալման նայեք, ես սիրում եմ բարդ բաներ, իմ տեսակով սիրում եմ բարդ բաներ, եթե ինձ հանձնարարված է բարդ բան, դա ամբիցիայի հետ չի կապված, թե ամբիցիոզ բաներ չէ, թե բարդ բան է հանձնարարված, ես պիտի այդ բարդ բանի տակից պարտադիր դուրս գամ, ես ուրիշ ելք չունեմ, տենց է իմ բնույթը, ու ես ամեն կերպ տարիներ շարունակ աշխատել եմ այդ ամեն ինչի վրա, որպեսզի կարողանամ լիարժեք այդ ամեն ինչի այդ բեռի տակից դուրս գալ, այդ բեռը վրաս, sense մինչև հիմա, մինչև այսօր, sense ուղեղիս մի մասը ուրիշ տեղ է, մի մասը ստեղ հիմա նստած է։ Sense փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի այդ եթե ասում են տապալում, այդ տապալում կոչվածը չլինի։ Իսկ ներկայացման ընթացքում դերը կերտելու ժամանակ, արդեն խաղալու ընթացքում կային հարցեր, որոնց պատասխանները, հարցեր, որոնք դու աշխարհին էիր տալիս, հա, ինչ-որ էգզիստենցիալ կամ գուցե հարցեր, որոնց պատասխանները ստացար քո անձնական հարցերը, որոնց պատասխանները ստացար դերի վրա աշխատելով։ Հասկացա, Համլետը իմ 20 տարվա փորձի միակ դերն է, որի խաղալու ընթացքում ես ինքս ինձ եմ բացահայտել ոչ թե նորովի, այլ այն ինչ որ զգացել եմ, պատասխանները ստացել եմ ներքին ինձ համար այդ դերը բացահայտելու այն ասելիքի մեջ, այսինքն հաստատվել եմ իմ բնավորության, իմ տեսակետի, իմ աշխարհայացքի մեջ։ Ինքը ինձ շատ օգնել է, հա։ Մեկ էլ ես ուզում եմ, քանի որ տղաների համար հարց տվեցի, մեկ էլ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր թատրոնի բոլոր տղաներին, որովհետև ինչպես նշեցի, շատերի համար հնարավոր է դա երազանքի բան եղել, բայց մեր տղաները այն կարգի դերասաններ են, որ իրանց համար իրանց Համլետը կինը դա բացարձակ вообще խնդիր չի առաջացրել, էլի դա իմ կողքին են եղել միշտ, ինձ օգնել են, ոչ մի րոպե չեմ զգացել իրանց կողմից ինչ-որ բացասական բան կամ կարծիք եւ այլն, որ երբեմն ասում են, ինչի ուրիշ տղա չկա, ասում մեր թատրոնում այնքան նենց տղաներ կային, որ իրանց Համլետը աղջիկա, իրանց համար դա նորմալ է։ Բրավո։ Իրականում տենց է, որովհետեւ տղեկը ոչ միայն ինչ որ թեմաներ առանձին խոսալ, դա էլ կարծում եմ չի եղել իրենց վերաբերմունքից դա կերևար, այլ մի թմի պես կապած թե ընկերական, թե որպես գոլեգա, թե ներկայացումն են կայացրել, թե անընդհատ իրենց օգնություն են առաջարկել ամեն առումով։ Բրավո, բրավո։ Առողջ միջավայր։ Առողջ միջավայր, այո, ասեղնագործված ներկայացում, ամեն կադրը, ամեն տեսարանը, ամեն հերոսի բնավորության գծերի բացումը, միզանսցեները, մի խոսքով հրաշալի ներկայացում։ Խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր չեն դիտել դեռևս դրամատիկական թատրոնում Գրիգոր Խաչատրյանի բեմադրած Համլետը, բաց չթողնել գլխավոր դերում Լիդիա Գրիգորյան։ Շարունակենք։ Այո։ Իմ սիրելի գլխավոր գործընկեր Վալան գրուպը շարունակում է համագործակցել Հայաստանում լավագույն ճարտարապետների եւ դիզայներների հետ։ Իհարկե սրանք երկու ոլորտներ են եւ մեկը առանց մյուսի գոյատևել եւ զարգանալ չի կարող։ Եվ հենց այս փաստը հաշվի առնելով իմ սիրելի Վալան գրուպը համագործակցում է մասնագետների հետ, մշտապես քննարկում են տենդենսները, ինչպես նաեւ միասին հրաշալի նախագծեր են ստեղծում։ Այս կապակցությամբ ես վերջերս Վալան գրուպ ընկերության հետ միասին հանդիպում ունեցա Imagement ինտերիեր դիզայնի եւ ճարտարապետական ստուդիայի տնօրեն Պատրիսիա Կարսյանի հետ, ում հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Մի փոքր հատված մեր հանդիպումից, իսկ ամբողջական հանդիպումը կարող եք շատ շուտով դիտել YouTube-ի իմ պաշտոնական էջերում, ինչպես նաեւ Վալան գրուպի սոցիալական էջերում։
Պատրաստելու եմ շատ համեղ լոլիկով եւ ծնեբեկով աղցան, իդեպ ծնեբեկը կարող եք փոխարինել նաեւ կանաչ լոբով։ Ես արդեն չերի լոլիկները լվացել եմ, հիմա պետք է կեղևը հանենք։ Դրա համար ինձ պետք է եռացրած ջուր։ Ես օգտագործում իհարկե հայկական ծնեբեկ Դավթյանց ֆարմից, օրգանական ծնեբեկ է, արագ սառեցրած մեթոդով է մշակումը անցել։ Շատ հաճելի է իհարկե իմանալ, երբ Հայաստանում աճեցված ծնեբեկ է եւ հաճելի է իհարկե, որ ծնեբեկը այլևս այդքան թանկ չէ, ինչքան այն ժամանակ, երբ ներմուծում էին։ Տեսեք ինչ հրաշալի ծնեբեկ է։ Լոլիկը արդեն կարող եմ հանել եւ հենց նույն ջրի մեջ մի քանի րոպե կեփեմ ծնեբեկը։ Թավայի մեջ լցնում եմ ձիթայուղ, 2-3 պճեղ սխտորը, տապակում եմ ձիթայուղի մեջ։ Գունավոր փոքրիկ պղպեղ, մի քանի տերև թարմ նանա, տեսեք թե ինչ հեշտ է առանձնանում լոլիկի կեղևը եւ ավելացնում եմ չերի լոլիկները, ավելացնում եմ նաեւ ծնեբեկը, շատ զգուշ խառնում ենք, անջատում ենք, ավելացնում ենք քացախ, աղ եւ պղպեղ, զգուշ էսպես խառնում ենք, կարող եք մատուցել եւ տաք եւ սառը, ավելացնում եմ նաև բազիլիկի թարմ տերևներ եւ մոցարելայի 1 գնդիկ, հենց այսպես։ Ես ավելացնում եմ նաև 1 կաթիլ կծու ձիթապտղի յուղ։ Ձեթ, թե կարակ։ Չէ, Ձեթ, շատ լավ։ Այնքան չեմ սիրում կատնամթերք, որ Երևի արդեն ալերգիա ունեմ։ Կարող է ալերգիայով չի սկսվել, բայց չսիրելու արդյունքում երևի արդեն Չէ, ես հաշվի եմ առել, որ դու կատնամթերք չես օգտագործում, մենք Լիդիայի հետ այդ հարցը քննարկել ենք։ Ձեզ պետք է ուտեմ վատանամ, ընկնեմ գետին, բան ձեզ պետք է։ Ներկայացումները վարի տաս, պրավալ տաս, կործանես։ Չէ, դրա համար խելոք հանգիստ առանց կատնամթերք մենք այսպես տաք աղցան ենք փորձելու, ծնեբեկով, չերի լոլիկով, բազիլիկով եւ մնացածը արդեն կտեսնեք հաղորդման մեջ։ Կարող եմ փորձել։ Այո, ծնեբեկը հայկական է իդեպ։ Գիտեմ։ Վերջապես ունենք հայկական ծնեբեկ։ Շատ համով է։ Հերմին, դու սիրում ես պատրաստել։ Հա, ես շատ սիրում եմ։ Ես պատրաստելուց ինձ երջանիկ եմ զգում իդեպ եւ Հերմինի դիալոգ նախագիծը երբ որ սկսում էի, հենց հավաքեցի մի տեղում բոլոր այն բաները, որ ես շատ եմ սիրում։ Տուն, հյուրընկալություն, գինի, ընկերներ եւ հարցազրույց։ Ամեն ինչ մի տեղում։ Ամբողջ հատիկ նաեւ։ Ամբողջ հատիկը շատ այր դուր եկել։ Մենք կշարունակենք մեր վարդագույն տակառը, Արենի սոխտի խաղողից է պատրաստված։ Իսկ պետք է որ լավ համադրվի։ Իդեպ շատ համով է։ Գինին։ Այնքան համով է, չեմ ուզում խմեմ այս պահին։ Ես գինին էլ համով։ Ահա։ Իսված գինին ես խնայում, ուզում եմ ասել ես մի սառնարան գինի ունեմ, կարող ես չխնայել։ Հանգիստ վայելել։ Ես այսօր պետքա քշեմ դեռ։ Հա։ Վարեմ։ Որոշակի չափ կա, որ այդքան ինձ թվում է թույլատրելի է, չէ՞, վարը։ մի քիչ խմելուց հետո այդ չափով ապահում ես չեմ ճանաչում իրան։ Նաև ես ինքս ինձ լավ գիտեմ։ Դե որ սկսել ես, այսինքն Պիտի այդ օրը շարունակես, հա, կա նման բան իհարկե։ Ես ներկա չեմ եղել իհարկե, որպես հանդիսատես, տեսել եմ դրամատիկական թատրոնի սերնդափոխությունը։ Երիտասարդ սերնդի ներմուծումը թատրոն, հա, եւ հետաքրքիր է հիմա նոր սերունդը գալիս է եւ ինչպես է գալիս, ինչպես է թատրոնը ընդունում նաեւ նոր սերնդին։ Շատ բաց, գրկաբաց, որովհետև մենք սիրում ենք երիտասարդ կադրեր, որովհետև այսօր երիտասարդներն են տանում ամբողջ խաղացանկը ու բնականաբար այդ սերնդափոխությունը շատ առողջ մթնոլորտ է ստեղծում թատրոնում ու մեզ մոտ անկեղծ որ ասեմ ոչ մի ինտրիգային պահ չկա որ այս դերերը պիտի ոչ մեկը չի խաղում մենք ունենք դուբլորներ հիմնականում բոլոր դերերի վրա շատ համերաշխ այն հին թատրոնի մտածելակերպը որ դերասանուհիները կամ դերասանները իրար ոտի տակ էին փորում եւ այլն sense խնդիրներ էին առաջացնում թե ռեժիսորին թե ընդհանուր ներկայացումների ընթացքում մեզ մոտ իսկապես չկա
Եվ ես դրա համար շատ ուրախ եմ իհարկե, եւ մեծեր ունենք թատրոնում եւ ունենք երիտասարդ։ Բայց ինչու չկա, որովհետեւ չէ որ մարդու էությունը այնուամենայնիվ չի փոխվում, հա, նախանձը, սերը, խանդը դրանք բաներ են, որ հավերժական են, այսինքն այնպես չի որ մեկ էլ հոպ աշխարհի վրայից վերանում է նախանձը կամ մրցակցությունը։ Ամեն ինչ գալիս է ղեկավարից։ Յուրաքանչյուր տեղ, որտեղ կան մարդիկ, ովքեր մի գործի շուրջ հավաքված են, բնականաբար կա նաև այդ մարդկանց կողմից ընտրված ղեկավար մարդը։ Արմեն Խանդիկյանը դեռ հին ժամանակներից միշտ պայքարել է թատրոնում, դե դերասանների հետ իրոք շատ դժվար է։ Էլ չեմ ասում սպասարկող անձնակազմը, որ թվում է թե իրանց հետ պետքա հեշտ լիներ կամ բան, այսպես ղեկավար Արմեն Խանդիկյանը միշտ կանխել է յուրաքանչյուր տեսակի այդպիսի բաներ ու փորձել է այո արդար լինի բոլորի նկատմամբ։ Նույնը շարունակել է նաև մեր մեղադրիչ նաև Գրիգոր Խաչատրյանը, ով Արմեն Խանդիկյանի աշակերտն է ու այն լավ կողմերը ինչ որ ունի Արմեն Խանդիկյանը նաև ժառանգել է ինքը։ Ու ինքն էլ երբ որ ներկայացման ընթացքում կամ ընդհանրապես թատրոնում որպես ղեկավար լինելով միշտ կանխվել է յուրաքանչյուր տեսակի այն խոսակցություն, որը իմաստ չունի, որ տեղի ունենա ընդհանրապես։ Այսինքն առողջ նստել խոսալ ու խնդիրները գտնելու արդյունքում միշտ կանխվել է նման բաները։ Վերջերս թատրոնում հայտարարություն եղավ, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ ինձ ուղեք, որ Արտաշեսը այլևս տնօրենի պաշտոնում չէ եւ փոփոխություն է սպասվում։ Ինչ փոփոխություն է սպասվում։ Արտաշես Մխիթարյանը մեր գոլեգա, մեր ընկեր, մեր թատրոնի տնօրեն, այսպես Գրիգոր Խաչատրյանը դե ավելի վաղ ժամանակից, այսինքն Արմեն Խանդիկյանի աշակերտ որպես եւ նաեւ որպես ռեժիսոր ու ղեկավար մարդ թատրոնում շատ ավելի վաղուց կար։ Այսպես ընդհանուր համաձայնությամբ որոշվեց մի տարբերակ, որով որ ուղղակի տեղափոխություն թատրոնի հենց ներսի, այսինքն մեր ընտանեկան, այսինքն այսպեսի փոփոխություն, որի դեպքում պետքա նոր մտքեր ու նոր գաղափարներ, նոր աշխատելաոճ լինի, այսպես։ Այսինքն այն պլանավորած շատ երկար տարիներ Գրիգոր Խաչատրյանի աշխատանքի արդյունքում եկած մի ժամանակ, որ այսօր թատրոնին դա պետք է ու պետք է նաև այդ համախմբվածությունը ու նաև դառնալու այսօրվա, այսինքն այսօրվա թատրոնի պահանջներին համապատասխանելու, բայց մնալու նույն այն դրամատիկական թատրոնը, որը միշտ փորձում է բարձր լինի, այսինքն այս ամեն ինչի արդյունքում էլի նույն ձև, այսինքն խոսալու, բանակցելու, այն ինչ որ տեղի ունենում յուրաքանչյուր օրինակ ընտանիքում։ Արդյունքում որոշվեց նաև այս տարբերակը, որով որ ոչ մի բան մեր համար չի փոխվում, եթե փոխվում է ինչ որ բան, ապա դեպի լավը։ Լիզ, դու ինձ համար այն եզակի հայ դերասանուհիներից ես, որ բացի այն որ գործող դերասանուհի է, նաև չի դադարում սովորել, ինքն իր վրա աշխատել, տարբեր վարպետության դասեր եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս փառատոներին կից աշխատարաններ եւ այլն եւ այլն։ Այս տարիքում, երբ որ արդեն մոտավորապես 20 տարվա, եթե չեմ սխալվում, փորձ կա մեջքիդ ետևում, այդ վարպետության դասերը, նոր կրթությունը, նոր մեթոդները եւ այլն պետք է որ։ Հա, անպայման։ Ես միջև այսօր կարող հիմա գնամ տուն կամ 3 առաջ օրը Ստանիսլավսկի եմ բացել։ Ինձ համար շատ կարևոր է միշտ եւ պահպանել եւ նոր բաներ սովորել, որովհետեւ ճիշտ չի, երբ որ դու մնում ես մի դիրքում, դու միշտ աճես, զարգանաս, փոխվես դեպի ավելի լավը, ավելի շատ ինֆորմացիա եւ ավելի շատ տիրապետես մասնագիտական արհեստին։ Իսկ դա շատ կարևոր է, երբ որ դու փնտրում ես տարբեր դպրոցներ, ես ուսումնասիրում տարբեր ուղղվածություններ եւ այլն։ Հետո նկատել եք, որ ինչ որ մի տարիքի կամ ինչ որ մի ժամանակ նույն հարցի շուրջ ունես մի կարծիք, նույն հարցի շուրջ կարճ ժամանակ հետո ունենում ես ուրիշ կարծիք։ Դա է շատ կարևոր, ոնց կարելի է նույն կարծիքի լինել, նույն բանի շուրջ, արդյոք դու միշտ տենց պարտադիր ճիշտ ես հասկացել։ Այսինքն փակել ինչ որ մի հարց ու ունենալ այդ կարծիքը, բայց անցել օրինակ 10 տարի, նույն հարցին հետ գալուց դու չես կարող ունենաս նույն կարծիքը։ Ունեք կա տենց ինչ-որ ցայտան, որ նույնիսկ ձեր ներանձնային հարաբերությունների մեջ, որ օրինակ 20 տարի առաջ ուրիշ ձև էիր մտածում, երբ նոր հանդիպեցիք, բայց հիմա լրիվ ուրիշ կարծիք ունես, ուրիշ հայացք ունես։ Ես կարող եմ ասել ինչի մասին իմ կարծիքը երբեք չի փոխվել, սկսած մանկուց մինչև հիմա, հեսա կլինենք շուտով 40, ու 2 տարուց բայց կլինենք։ Ընկերասիրությունը։
մեր կյանքում դա երբեք չփոխվեց։ Մասնագիտական շատ բաներ կան, որ դեպի առաջ գնալու համար լինում է նաև ստոպեր, բաներ, բայց լինում է նաև ավելի հետաքրքիր նորից ռեստարտ։ Բայց մի բան, որ հարազատ մարդկանց միշտ պետք է հասկանալ, օգնել ու ընկերներին երբեք չկորցնել, այդ հարցով հաստատ չենք փոխվել։ Մնացածով կարելի է շատ փոխվել, չէ՞։ Հա, չէ, չեք փոխվել։ Հաստատ չեք փոխվել։ Սիրած մարդկանց ում ընդունել ես, սիրել ես, ամեն գնով պետք է իրանց պահես իրանց կյանքի յուրաքանչյուր տարբերակներում, այսինքն թե լինում հարաբերություններում ինչ-որ խնդիր կամ ինչ-որ բան, մեկը պետքա հաշտեցնողի ու նստել խոսալու այս կողմնակից մարդը լինել։ Իսկ մասնագիտական կամ բան հետաքրքիր անընդհատ ինչ-որ նոր բան տեսնել դրա մեջ։ Ես կուզենամ այս հարցը, որի հիմա կբարձրացնեմ, դրա մասին խոսենք ոչ թե սենց սիրուն պուպուշ պատասխաններ տալով, այլ նաև օրինակ որպես, հա, տալ բանալիներ այս ոլորտի զույգերին։ Թատերաշխարհում կան զույգեր, որոնք նոր պիտի ձևավորվեն կամ ընթացքի մեջ են, եւ շատ ժամանակ այն մասնագիտությունն է, որ խնդրահարույց է դառնում զույգի ներսում։ Բոլորս էլ գիտենք, որ այնուամենայնիվ արտիստի կյանքը շատ ժամանակ իրենց որոշումներից չի կախված, հա, դու չես որոշում բեմում համբուրվես ուրիշ մեկի հետ, թե չէ վերջի վերջո, կամ թույլ տաս քեզ գրկեն բեմում, թե չէ, եւ եթե դու այդ գործի մեջ ես, ուզես թե չուզես, մտնում ես նաեւ նման հարաբերությունների մեջ։ Այ ո՞նց է կարողացել անել, որ երկուսդ էլ տարբեր դերեր եք խաղացել, տարբեր էմոցիաներ եք ապրել բեմում, բայց իրար չեք կորցրել։ Ո՞նց անեն։ Ես սկսեմ ու դու շարունակի։ Ինչ լավ։ Որպես օրինակ, նման դեպքերում, որ նայում ենք շատ զույգերի, ընդհանրապես այսօր շատ նորաձև է ու շատ քիչ քննարկելու արդյունքում, այսինքն Արդյոք բաժանվում են այդ զույգերը։ որ ասում են ոնց են այդ անցնում, շատերը ավելի շատ չեն անցնում այդ ճանապարհը, իսկ իրանք շուտ բաժանվում են, քան թե իսկ կապված մեր հետ մենք հիմա որ ասեմ էլի կարող է պոպուշ բառեր հնչի բանա, մենք թատրոնում երբեք իրար կին ամուսին չենք զգացել։ Մեր մոտ չկա այդ վիճակը, այսինքն մենք հասանք դեպի թատրոն, մտանք թատրոն, նույն ձևի գոլեգա է, օրինակ չգիտեմ ոնց որ մեր ընկեր Էմա Մանուկյանը, չէ, Դիանա Մալենկոն, նույնը Լիդիան է իմ համար, այդտեղ կապ չունի։ Այսինքն ամուսիններ խաղալ թատրոնում դա ինքն իրան չի ստացվել մեզ մոտ ու մենք չենք էլ ուզել դա։ Բայց էմոցիաներին վերահսկելը միշտ չի որ սա, չես կարողանա քեզ ամբողջովին կտրել, ասել ես հիմա Լիդիայի խաղանկերն եմ կամ Լիդիան հակառակը։ Այ մի հատ այնց փոքր միջանցք կա այնուամենայնիվ, պատմի։ Ուրեմն ներկայացման մեջ, որը կոչվում է Վերջին ծաղրածուն, ես մտա մեր դերասան Լևոն Հախվերդյանի փոխարեն, որովհետև պետքա գնար բանակ, նաև զույգը, որ մի քիչ պետքա փոխվեր, որպես դուբլոր Նարինե Պետրոսյանի տեղը մտավ Լիդիան։ Քանի որ ես Նարայի հետ արդեն խաղացել էի, բեմում դա այսինքն մենք խաղում ենք համբույր։ Ուղղակի բռնում ենք այս մասերով ուղղակի sense։ Արդեն Լիդիան մեթոդներով։ Լիդիայի հետ առաջին ներկայացումն է խաղում ենք, որտեղ պետքա այսինքն մի ամիտ մտնում է բեմ Հրաչյա Հարությունյանը, ով խաղում է իմ հայրը, ու մեզ բռնացնում է, այսպեսին է տեսարանը։ Ու երբ որ ես ու Լիդիան ենք խաղում, Լիդիան ինձ շատ պատահաբար համբուրում է, մենք էլ իրար թուշ պաչեցինք, այսինքն այս կողքը։ Ու Լիդիան հասկացավ ինչա կատարվում, թեթև սկսեց խնդալ, այսինքն կինդ եմ հանգիստ կարա իր պաչեիր։ Հրաչյա Հարությունյանը դուռը բացում է ու հասկանում է համբուրվելու փոխարեն մենք բռնվել ու ծիծաղում ենք իրականը, որովհետև էլ նառան չի, հանգիստ պաչի կինդ եմ էլի։ Այնքան ենք մոռանում մենք դրա մասին, որ կին, ամուսին, կինս բան բեմում չկա տենց բան։ Ես հիմա սիրուն բառեր չեմ ասում, այդ զգացողությունը իրոք այդպես է եղել թատրոնում։ Իսկ update թարմանում են հարաբերությունները նման տեսարաններ խաղալուց հետո, հա, այնուամենայնիվ ինչ որ մի բան կա, ինչ որ էմոցիա կա, որ հետդ տանում ես կամ այդ պահին կարող է արթնանալ, եղել է, որ օրինակ տեսարանից հետո հասկանաք, որ թարմացան նորից ձեր հարաբերությունները։ Չէ, տեսարանից հետո չէ, բայց ես միշտ ասում եմ, իմ ամենասիրելի ներկայացումները, որտեղ որ մենք զույգ ենք խաղում, ասում եմ Ինչ լավ է, որ գոնե այս ներկայացումները կա, մենք սենց համբուրվում ենք հանգիստ, ազատ բան։ Ինչը կատարվում է այս ներկայացման ժամանակ, հանդիսատեսը նստած, այս ներկայացումը չներ երբ ենք պաչվելու։ Այսինքն ու այդ առումով եթե օրինակ Ֆիգարոյի ամուսնությունը, որտեղ Գագոն Ֆիգարո էր, ես Սյուզաննա, մենք զույգ էինք խաղում, հիմա դուրս է եկել խաղացանկից, ես շատ ափսոսում եմ, որովհետև ասում դե հիմա դուրս եկավ, երբ ենք համբուրվելու, ոնց է լինելու դա եւ այլ։ Ու սենց ներսամար ծաղրածում ներկայացման ընթացքում Տենց կարոտ։
Դա հումորի տեսքով իհարկե, բայց Չէ, համբուրվում ենք։ Չէ, մեզ համար նայ մոտեցումը իմ կարծիքով ես եւ տատուի գործում եմ շատ ազատ ոնց ասեմ թողնել չի, դա հարաբերությունների փողզիչումն է Գագոն կարա հաճախորդ ունենա ով մերկ պարկած է սենյակում եւ Գագոն աշխատում է Հաճախորդուհի է սա էլի հաճախորդուհի ինձ համար դա նորմալ է որովհետեւ մասնագետն է այդ մասնագետն է ես դա ընդունում եմ որպես աշխատանք բնականաբար նույնը եւ թատրոնում օրինակ Լորենց Հաչո ներկայացման ժամանակ Դիանան եւ Գագոն էին զույգ խաղում ու փորձերի ընթացքում մենք համբուրվում էին նայում եմ ես էլ իմ տեսարանը չի դահլիճում նայում եմ փորձում նորմալ համբուրվեք այսինքն ի՞նչ է նշանակում այս ամեն ինչ նորմալ համբուրվեք այսինքն այդ առողջ հարաբերությունը մեզ համար երևի դա գիտակցումից է կախված մենք տենց ընդունում ենք իրար այնպեսին ինչպեսին մենք կանք երևի վստահությունը մեկս մյուսի հանդեպ Իսկ ոնց եք պայքարում այն վայրեջքների ժամանակ, երբ որ 20 տարվա ընթացքում վստահ եմ, հաստատ եղել են պահեր, որ սենց մի տեսակ հանդարտ էմոցիաների մեջ եք եղել ու հասկացել եք, որ սենց հանդարտ որ գնա կդառնան կլասիկ զույգ, որ մինչև կյանքի վերջ այսպես ապրում են։ Ինչ որ մեխանիզմներ ունեք, ոնց անեք, որ սենց թարմանակ մեկել 20 տարի է միասին ենք։ Այդ եմ ասում։ 20 տարի հիշում ես, չէ՞, այն ամենայն սկզբերի։ Դե ամեն ժամանակաշրջան տարբեր է։ Ուղղակի պետք է գիտակցել, որ հիմա պետք չի համեմատել այն ժամանակվա հետ կամ ոնց ես դու ուզում։ Այսինքն այս ժամանակ ունենք օրինակ այս խնդիրները կամ այս բաները, որը կապված է մեր կենցաղի կամ բանի հետ, ըստ դրա բաշխվում է նաև մեր հարաբերությունների տեսակը։ Էգոիզմը հենց առաջ բերեցինք, ինչ որ բաներ ստացվում է։ Դաժե մեկ-մեկ փորձում ենք վիճենք չի ստացվում։ Իհարկե վիճել ենք, այն զույգերից չենք, մենք երբեք չենք վիճում։ Չէ, իհարկե եղել է այդպես բաներ, բայց երբեք մեր վեճը լուրջ չի եղել։ Ովքեր նայում են ծիծաղում են մեր վրա, դե լավ թարգեք։ Այս ինչեր ես ուզում եի ասել։ Երևի այդ համել որ 18 տարեկանից ենք միասին, ես իմ հասուն կյանքը առանց իմ երկրորդ կեսի չեմ պատկերացնում ու չեմ էլ պատկերացնում առանց իրա իմ կյանքը շարունակելու այդ ինչ կյանքի տեսակա, որ դայից դուր չի գալիս, էլի։ Դե որովհետև տեսել եմ, ոնց որ, չգիտեմ, ունենաս, օրինակ եմ ասում, ունենաս հարազատ քույր, մեկ էլ մի օր որոշես, չէ, լավ, էլ չեմ ուզում հարազատ քույր։ Հոգնես։ Հա, էլի, այսինքն, բայց այդ նույն բանն է, որովհետև ավելի շատ միասին ենք, այսինքն 38 տարեկան եմ, 20 տարի միասին ենք։ Ավելի շատ իր հետ եմ ապրել, քան առանց իր։ Հա, արդեն հա։ Իսկ Լիդիայի մաման որ ձեզ հետ է ապրում։ Հասկանալի է, դե պլյուսների մասին խոսեցիր, ասացիր, որ թիմակից եք, համով պատրաստում է եւ այլն, Լիդիայի չարածները ապրում է, բայց չի խանգարում են, որ այնուամենայնիվ Լիդիայի մաման է, պիտի ինչ որ քեզ մի քիչ ավելի որոշակի հարցերում, եթե ժամանակ ներկա չլիներ, ավելի ազատ պահեիր, մի հատ էլ ավել բղավեիր, բան, հիմա դե արի ուտես, որ այստեղ նստած է այս կինը ոնց Չէ, կինը լրիվ իմ թմից է, ես այդ առումով խնդիր չունեմ։ Նախ տունը մենք իրար վրա չենք բղավում, երեխեք կան, երկրորդը երբ եմ վերջին անգամ բղավել։ Ես բղավել եմ ասում, բայց ուրիշ հատ։ Ես գիտեմ դու ինչ նկատի ունես, չէ, դա մենք անում ենք լուր։ Մենք դրա տեխնիկան ունենք։ Այսպես։ Հա, հետո բացի այդ պետք է գիտակցել, որ օրինակ չգիտեմ, ծնողներից կամ բարեկամներից տարիքով մեծերից, չէ, երբ որ դա տեղի չի ունենում զույգերի կյանքում, այդ է մտահոգության առիթ, քան թե օրինակ դա տեղի ունի, լավ կարող է մի քիչ էլ լսի, ինչ ա եղել։ Լիդ, իսկ քեզ չի որոշակի պահեր չեն գալիս, որ մայրիկի ներկայություն այնուամենայնիվ քո կենցաղում, քո ընտանիքում դիսկոմֆորտ է երբեմն առաջացնում։ Չէ, ոչ մի անգամ նման միտք չեմ ունեցել, ոչ մի անգամ դիսկոմֆորտի մեջ չեմ եղել։ Մաման մեզ ինչ Պատկերացնում, չէ, որ ասեցիր հարցի շուրջ, այն սենյակում լսում է ինչա կատարվում, ու մեկ էլ այն կողքի սենյակից, այսօր ավելի լավ էր։ Ապրես Գագո։ Սպասիբա Լիդիա։ Կայծառակուտ։ Okay, քեզ անհանգստացնելու հետ կապված։ Հա, չէ, ոչ մի րոպե անգամ չեմ մտածել անհանգստության մասին, որովհետև մաման իսկապես շատ է օգնում, մենք երկու երեխա ունենք, ու մենք տանը հաճախ չենք լինում, մենք երեկոյան ենք տանը լինում։ Իսկ ցերեկա ամբողջ, եթե մամաս աշխատանքի չի, ինքնա երեխեքին պահում, ինքնա խնամում, ինքնա
ամեն ինչով զբաղվում ու կենցաղում ինչ խնդիրներ չենք ունեցել, ոչ մի անգամ չեմ մտածել, որ հա լավ կլիներ, որ չգիտեմ, մտքովս չի անցել, հա, անգամ մտքովս չի անցել, էլի։ Մայրիկի անունը կհիշես։ Իվետա։ Տիկին Իվետա, ես ծափահարում եմ ձեզ։ Ես ուզում եմ որ բոլոր այն կանայք ովքեր նայում են հիմա մեզ, հասկանան որ դե կարելի է այսպեսին է լինել, որ քո աղջկա ամուսինը իրեն էլ ավելի երջանիկ զգա, եթե դու այնտեղ ես, ոչ թե ճիշտ հակառակը։ Դե տեղ եք էլի այդպեսին եք։ Այո, ժողովուրդ, վատ բան չկա, զոքանչին բերեք, թող ձեր հետ ապրի, եթե ինքն այդ լավ բան է։ Զոքանչին գցում եք ձեր թիմ, հարցերը լուծվում առանց ինչ որ խնդիրների, առանց ինչ որ գոռալու կամ։ Շատ դիվանագետն ես, բայց դու շատ։ Դե բոլորին դրանից լավ է, չէ։ Շատ լավ է։ Մի հարց, դուք նաև ունեք առանձնատուն աղցկյուղում, ձեր ամառանոցն է։ Դուք դեմ չեք լինի, եթե ձեզ մի խորհուրդ տամ։ Հավ պահեք թարում զուտ։ Չէ։ Ես չգիտեմ դուք անցել եք արդեն արևային էներգիայի սնուցմանը ձեր տանը, թե ոչ, թե դեռ ծախսում եք էլեկտրաէներգիա, հոսանք։ Մտքեր կա դա անելու, ես մի անգամ պայմանավորվեցի, որ պետքա ընթացք տայինք, մանրամասն պատմեմ, կռիշը պետքա փոխեմ։ Ահա։ Նոր հետո արդեն ավելացնենք արևայինը, իսկ արևայինը դա հաստատ մեր մոտակա պլանների մեջ է մտնում։ Ուրա, ես կարող եմ ձեզ իմ գործընկերոջ մասին պատմել։ Ital Solar ընկերությունը, որը Հայրենի դիալոգ նախագծի գործընկերն է, արևային կայաններ է տեղադրում եւ իհարկե զրոյացնում էլեկտրաէներգիայի ծախսը։ Եվ մինչեւ մայիսի 31-ը, եթե գնում եք արևային կայան, մասնակցում եք խաղարկության, 3 հոգին ովքեր որ հաղթում են, ամբողջ կայանի գումարը անվճար է դառնում, որտեղ Ital Solar-ը ինքն է վճարում, իսկ ապառիկ գնման դեպքում 3 ամսվա ապառիկ գումարը վճարում է հենց ընկերությունը։ Ինչպես նաև, եթե օրինակ բիզնես ունեք, իսկ դուք ունեք բիզնես, որի մասին մենք կխոսենք, հետագ ու տեստի շուրջ բիզնեսի համար պետական սուբսիդավորում կա եւ լիզինգը մոտավորապես 0% է դառնում, սա որպես այսպես ինֆորմացիա ձեզ, որ եթե որոշեք անցնել արևային կայանի, ապա դիմեք ինձ։ Արևային կայան անխուսափելի է։ Այո։ Հենց որ շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Շնորհակալություն, ես առաջարկում եմ մենք ավարտենք մեր աղցանը եւ անցնենք այն ուտեստին, որը թավայի մեջ էր եւ դու անհամբեր էիր տեսնելու թե ինչ կա մեջը։ Ես գիտեմ ինչա մեջը։ Ինչա մեջը։ Կոտլետ։ Թաղացած մսով կոտլետ, ուղղակի կլոր, որ տափակ չլինի, այսինքն սա մի նոր բան է, որովհետեւ կլոր է։ Նույն միսն է, չէ՞ համարը։ Լավ, հեսա կտեսնենք։ Դե ամեն ինչն էլ նույն միսն է, բայց պատրաստման մեթոդն է ուրիշ։ Չեմ վիճում, չեմ վիճում։ Եթե չհավանես, կդնեմ Աստեն կոտլետ է։ Թաղացած մսով կոտլետ է։ Լավ, հիմա կիմանանք։ Հիմա կիմանանք։ Հակագծերը մի բաց։ Չէ, համոզված եմ, որ համարը, ուղղակի ես ուզում եմ, որ շուտ գա այդ պահը դրա համար։ Պատրաստելու եմ շատ համեղ մսի գնդիկներ կարմիր գինու սոուսի մեջ։ 2 բջեղ սխտոր եմ քերում։ Քերում եմ պարմեզան պանիր, վերջանում է պարմեզանս։ 1 հավկիթ։ Սև պղպեղ, աղ եւ թալ մաղադանոց մանր կտրատած։ Եվ իհարկե դիմում ենք ձեռքերի օգնությանը։ Փոքրիկ գնդեր ենք անում եւ սկսում ենք թաթախել ալյուրի մեջ։ Տաք ցիթայողի մեջ սկսում եմ տապակել։ Եվ ավելացնում կարմիր անապակ գինի, ես փոքրիկ տակառն եմ վերցրել Armenia wine-ի, 187 մլ է, այսինքն կարող եք նաև այս փոքր տարբերակները խանութից գնել։ Վերջ պատրաստ է, մնում է մատուցել։ Եվ թարմ մաղադանոց վրայիցել։ Դրանք տակում է, իրոք տակա։ Իրոք տակա, բայց այստեղ ինչ որ սպիտակ բան եմ տեսնում ես։ Չէ, ալյուրա։ Սպիտակ բան չկա։ Ալյուրը սպիտակ է։ Հա, չէ, ուզում ասեմ կատնամթերք չկա, չկռվես, չվիճես։ Լավ, ուղղակի քանի որ մենք հիմա
Այստեղ կա շտապօգնության ծառայություն մոտիկ տեղ։ Եթե հանկարծ կատնամթերք եղավ, իրենք պետք է գան հասնեն, էլի։ Խցանում եղավ, կուշանան։ Ինչ ա լինում քեզ հետ, եթե կատնամթերք կա լինում։ Նախ բողոքում եմ։ Չէ, առողջ։ Ասում եմ, ձեր խնդրեմը չէ։ Այդտեղ ես ասում դա խնդրեմ է։ Ոք իսենց կանգնում ու գնում եմ։ Մի անգամից։ Հա։ Նայ, այն որ աղացած մսով էր տավարի միսա, իդեպ երկար ընտրել եմ, նյարդայնացրել եմ մսա վաճառին, այդ շատ կարևոր բան է։ Գինու սոուսի մեջ եփված է։ Օհո, հասկացա։ Տապակել եմ, հետո եփել եմ, հետո տենց երկար process է անցել, որ ձեզ գոհացնեմ եւ երջանկացնեմ։ Ես համոզված եմ, որ շատ համով է։ Փորձենք։ Այո, մենք հենց տակար կարմիրով էլ կշարունակենք, որովհետեւ ինձ թվում է պիտի որ դե կարմիր մսի հետ շատ լավ համադրվի։ Նույն գինիով ես պատրաստել։ Այո, նույն գինով է պատրաստված։ Պարտադիր է հիմա խմենք նոր ուտենք, թե կարող ենք ուտել նոր, հա, ես մի քիչ սովածացել եմ այս ընթացքում։ Այստեղ մաքրոթա ձեր բալկոնում կանգնեցի։ Կարեկատականի ասել, քան էլ համով չի, ասես բաներ անեին, բնավորության ես չեմ կարող չասեմ, շատ համով է։ Ինչ լավ։ Դե թթվաշությունը ինչի հաշվին է։ Գինու։ Դե անապակ գինի է, պետքություն ունի բնականաբար։ Իսկ կարող եմ չամաչել լրիվ ուտել։ Բայց ինչի պիտի ամաչի։ Ես եմ կարող ասեք, վայ մեր հյուրերը գալիս են, Ավելին բաներ ասեմ, են գնում են։ Ամբողջ Ուտեմ էլի։ ես քո չափաբաժինը մեր չափաբաժինից շատ եմ դրել, հաշվի առնելով, որ դու Տանտղամարդ։ տանտղամարդ ես դու, քո բաժինը պիտի շատ լինի։ Իմ մարմնից չի երևում, որ ես շատ եմ ուտում։ Լիդիա կասես, ես ինչքան եմ ուտում։ Շատ։ Ես անդադար եմ ուտում։ Նա Ամբողջ օր տող ուտում։ ուրացող է, շերևում վրա, երբեք չի չաղանում, դա շատ լավ է իհարկե, բայց ինքը կարա գիշերը ժամը 2-ին, 3-ին, 4-ին։ Պատրաստել միսը, որ ուտեմ, կարողանամ քնել, թե չէ չեմ ուտում։ Թե չէ քունը չի տանում։ Հետո գալիս է պարկումը, ասում է ինչի թողեցիր, որ ուտեմ։ Բայց դրանից հետո մի ժամ հետո կարա տեսնի, որ ես անկողնուց վեր եմ կացել ու նորից ուտում եմ։ Ինձ ասած մտքեր է գալիս, որ դու սոված ես, վախր համով այն վերջի կտորը խիթողեցիր, բան։ Ասում լավ, երբ մի բան կա։ Մի բան կա։ Հուսամ բեմում այդ մտքերը քեզ շատ չեն խանգարում։ Երկար ներկայացումների ժամանակ, ասենք մեկ էլ ընթացքում մոնոլոգի ժամանակ մտածես, որ վայ, բայց հիմա ոնց հաց կուտեի, չէ՞։ Բայց դες մեկ-մեկ ասեք, որ նույնիսկ եթե այսպես 2 ժամ ներկայացում անդադ վիճակի մեջ ես, բայց մեկի կարող մեծ այնքան անհավանական բան մտածես, որ եթե մեկին պատմեիր, կասի դե ոնց կարա դերասանը բեմում լինի 2 ժամ, լինի ներկայացման բովանդակության մեջ, մեկի մոտ հիմար մի բան մտքով անցնի։ Ամբողջ իմ բեմական կարիերա ասեմ կամ բեմական կյանքի ընթացքում այդ հիմար մտքերը բաց չեն թողել։ Օրինակ հասարակ բան ասեմ։ Շատ լուրջ ներկայացում ենք խաղում, որը կոչվում է Փարիզյան դատավճիռ։ Այո։ Ու այդտեղ շատ դժվար է դերասանի համար խաղալը, որովհետև շատ պատրաստի տեքստեր են։ Ու ճիշտ բառի վերջաբան, որից հետո պետքա քո այսինքն գոլեգան շարունակի։ Հա, ռեպլիկա պիտի տաս, Իմպրովիզի տեղ բացարձակ չկա։ Իմպրովիզի տեղ լրիվ 0։ Ու մեր թատրոնի դերասան Նիկոլայ Ավետիսյանը Այո։ պետք է ասի բարև մամ։ Ես շատ տխուր նստած եմ, որովհետև երկար մոնոլոգ ունեմ, բայց վերջում եմ։ Ու ես ամբողջ ընթացքում հետևում եմ բեմում նստած։ Ինչքան մտքեր կգա կգնա։ Շատ։ Բայց մտածում եմ, որ մի օր Նիկոլայը բարև մամի փոխարեն ասի բարև պապ։ Հասարակ բան, ու ես բեմում ծիծաղում եմ, չգիտեմ ոնց պահեմ, որտեղ հանդիսատեսը ուղիղ այսպես նստած է։ Հիմա իմ մոտ եկել է այդ միտքը, որ Նիկոլայը բարև մամի փոխարեն ասի բարև պապ։ Լավ, ես օրինակ արամ պատտվեմ, այսինքն մտում տենց մանկա մտածված, բայց այն մարդիկ ովքեր որ հիմա պիտի խոսան, ինչ են անելու, որովհետև այդ ահավոր է լինում։ Ուսես մտքեր շատ կա, կամ որ մոնոլոգի ժամանակ, բայց ու չես հիշում տեքստը։ Ու մի հատ բառի վրա կասկածա մտնում, արդյոք տենց է թե չէ, բայց վարկյան չմնաց, հիմա պիտի սկսես։ Ահավոր է։ Ահավոր է։ Մենք շատ թեթև հպանցիկ խոսեցինք տատու արտի մասին, չխոսեցինք ավելի մեջբերում արեց այդպես Լիդիան հիշեց, բայց ես շատ ուզում եմ խոսել դրա մասին, որովհետև ինչքան ձեզ հիշում եմ նաև տատու արտը, նաև ձեր բիզնեսը, ձեր ստեղծագործության այլ ճյուղը, որովհետև դա ստեղծագործություն է, էլի այնուամենայնիվ։ Ինչ վիճակում է հիմա բիզնեսը։ Այդ մասնագիտությունը մենք պատահական չենք ընտրել, ավելի շուտ մասնագիտությունը եկավ, նույնպես ոնց օրինակ դերասանականը։
Այսինքն թատրոնում աշխատելը այդ սերը միանգամից sense երևի որոշված էր, կամաց եկա։ Դե ես նկարչական սովորում էի ու նկարչության այն տարբերակը, այն ճյուղը, որը որ պիտի նի ստանդարտ լինի, դա ինձ ավելի էր գրավում, որովհետև թատերականում սովորում են որպես մուլտի նկարիչ։ Լիդիան այդ ժամանակ սովորում էր Գեղարվեստի ակադեմիայում, բայց մեր նկարչական ու ստեղծագործական բան ուզում ենք տեսնել նոր զարգացող հետաքրքիր մի բանի մեջ եւ դա այն թվերի դա տատուն էր, որը որ մենք սիրեցինք այն մեծ աշխարհի համար, որտեղ դու երբեք չես կարող լինես, չես կարող հասնես մի հատ տեղ, որը որ վերջ անընդհատ ստեղծագործելու բան կա։ Այդ երկու բանը, այսինքն տատուն, նկարչություն այսպես վերցնում ենք, էլի։ Ու թատրոնը, որ երբեք ստոպ չունեն, միշտ զարգանալու տեղ են տալիս, մեզ նաև մինչև հիմա 20 տարի անց պահում է այն բանի վրա, որ անընդհատ նոր բան պետքա գտնես։ Ու կարևորը ինչն է նաև իմ Լիդիայի համար, որ թե տատու արտում աշխատելը, թե թատրոնում աշխատելը, մեր աշխատանքը կապված է մարդկանց հետ։ Կենթանի մարդկանց հետ, այսպես ասեմ, էլի։ Ու ամեն օրվա այդ քննությունը արդյոք քո մոտ կստացվի թե չէ։ Մեզ պահում է միշտ դրայվի մեջ, որովհետև դու մարդը մտավ ներս, պետք է իր հետ արդեն մտնես երկխոսության մեջ, գտնես մի էսկիզ, մի բան, որ ինքը ամբողջ կյանքի հետ տանելու է, դա մի հատ դժվար ճանապարհ արդեն լեզու գտնելը, դեպի քեզ իրան տրամադրելը, որ ինքը քո խորհուրդը լսի ու կատարել այդ աշխատանքը հենց, որ ինքը հայելու դիմաց նայելու, ժպտա, այն ժպիտը տեսնես, որը որ պիտի լինի։ Ու նույնը թատրոնում դու ուզում ես 100 անգամ նույն ներկայացումը խաղա, կարող այն մյուսը չստացվի։ Ամեն անգամ 0-ից քեզ պատրաստելը ու սկսելը, թե տատուի ասպարեզում, թե թատրոնում ես այդ դրայվի մեջ է պահում։ Ու նույն այդ դրայվը ու մարդկանց քանակը, նոր մարդկանց հետ շփումը, թե մեզ ստիպում է ավելի լավ տատու անել, թե մեզ ստիպում է ավելի ու ավելի լավը լինել բեմում։ Լիդ, ես ճիշտ եմ հիշում, որ կար ժամանակ, երբ որ դու միայն կանանց հետ էիր աշխատում, մինչև հիմա այդպես է։ Չէ, հիմա սկսել եմ նաև անել մարմնի վրա տատուներ, փոքր տատուներ, որովհետև ժամանակի ընթացքում ձեռքս հետ վարժվեց, երկար ժամանակ աշխատել եմ միայն դեմքի հետ, այսինքն հոնքեր, շուրթեր, աչքեր, հիմա նոր սկսում եմ արդեն փոքր տատուներ նաև մարմնի վրա անել։ Եվ կանանց եւ տղամարդկանց։ Եվ կանանց եւ տղամարդկանց, բայց հիմնականում կանայք են գալիս, հա։ Իսկ փոխվել են չափանիշները այդ գեղեցկության ոլորտում, այսինքն մի ժամանակ ես հիշում եմ, որ լավ ընդգծված հոնքեր էին ուզում, արդեն պատրաստի սուրմաներ էին ուզում, տատուաժ արած շրթունքներ, հիմա ինչ տենդենս կա։ Հիմա շատ ավելի նուրբ չերևացող, որպեսզի ընդգծի գեղեցկությունը, շատ անգամ իմ վիճաբանությունը հաճախորդի հետ հենց դրա մեջ է, երբ որ գալիս են ու ուզում են շատ ընդգծված հոնքեր, որովհետև շատ անգամ իրանց կյանքում մեյքափով են տեսնում, միշտ փորձում եմ այնպես անել, որ բնականին մոտ լինի, որպեսզի գեղեցկությունը ընդգծվի, առաջինը աչքերը Երևան հոնքերի դեպքում ոչ թե հոնքեր Երևան ու հարցեն ով է արել հոնքերդ։ Մի անգամ մի հաճախորդուհի ասեց, ով տեսնում է ինձ ասում է ով է արել հոնքերդ, ով է արել հոնքերը, շատ են հավանում, այսի գիտես դա այդքան էլ ճիշտ չի, պիտի չնկատեն որ դա արված է։ Դա ավելի գրագետ մոտեցում է։ Ու ես սիրում եմ նման ինչ մենվեց։ Ես սիրում եմ այդ տարբերակով աշխատել։ Ձգտում եմ, որպեսզի հաճախորդները զգան ավելի բնականին, ավելի ոչ ընդգծված, եւ շուրթերի պարագայում եւ աչքերի պարագայում հնարավորինս բնական։ Ես չգիտեմ սրա մասին կարելի է խոսել թե չէ, բայց ես հիշում եմ, որ դու ինքդ չունես դաջվածքներ։ Ոչ ես, ոչ Գագոն։ Ոչ դու, Գագոյինը չէի հիշում, մտածում եի Գագոն պիտի որ արդեն ունենալ։ Ինչու։ Կմեծանամ կանեմ։ Դու դժվար մեծանաս։ Միշտ այսպես մնալու ես ամեն անգամ տարբեր պատասխանատար։ Շատ երիկ։ Ու դա շատ հավես է։ Մի ժամանակ ասում էր կինես չի թողնում։ Ամեն անգամ նոր պատասխան եմ գալիս։ Հաճախորդը որ եկել օրինակ մեջքն ենք անում, արդեն են պահնա, երբ որ արդեն բաց ավազրկող չկա, բան չի լինի, նենց անենք չցավա։ Ինքն հարց առաջում դու ունես տատու, ասում եմ, չէ, ցավում է, ոնց կարելի է։ Ես չեմ գժվել տատու ունենամ, բայց ինքը ինչի չունեք, որովհետև թվում է այդ գործի մեջ եք, սիրում եք, կարող է մեկը շատ սիրում ենք ուրիշի վրա տեսնել կամ մեր ցանկությունը այն ինչ որ պիտի լինի մեզ վրա, ուրիշի վրա ենք անում եւ դա բավարարվում է, հնարավոր է դրանից։ Ես բնավորությամբ շատ փոփոխական եմ, դրա համար մի քիչ մնայուն բաների հետ կապված չեմ հաշտվում։ Հետո բեմում դա ծածկել եւ այլն։ Ես սիրում եմ, որ անգամ զարթեր չլինի ինձ վրա բեմում։ Ես եթե դերը չի պահանջում, ես ամբողջովին
պիտի անգամ ամեն ինչը անեմ զրանամ մտնեմ բեմ իսկ դաջվածքը պարտավորեցնող ինչ որ բան չնայած հիմա շատ մեթոդներ կան փակելու եւ անգամ այդ պայմանականությունը բեմում չի խանգարում որ դաջվածքը երևա բայց իմ բնավորության համաձայն ես դրան չեմ կարողանում ինձ համար չի երևի այդ առումով։ Իսկ եթե ձեր երեխաները ուզեն։ Կներեք, իսկ այլ ես ապտվեմ առիթից, հաղորդման շրջանակում ես հարց կարող եմ տալ։ Իհարկե։ Լիդիա ջան, որ դուք այդպեսի փոփոխական եք ձեզ համարում, ինչպես եղա, որ ես շատ անփոփոխ եղա ձեր կյանքում։ Դա էլի։ Այդ ինչ որոշում էր, որ այտենց մնայուն էր, էլի ուզում հասկանալ։ Այ ես էլ չեմ հասկանում։ Համներ հարցես։ Ես էլ չեմ հասկանում ոնց այդպես ստացվեց։ Ես միշտ սիրում եմ ասել, որ ոչ թե սիրում եմ ասել, այլ այդպես է, ինչքան հետ եմ նայում, հասկանում եմ, որ իմ կյանքը գծված է։ Ու գագույց ճիշտ որոշում չկար քո կյանքում։ Հա, դե բնականաբար։ Բայց փոփոխական ազգուշ եղի։ Այս առաջին 20 տարիներ։ Էլուր, հա, տենց։ Դե, ամեն ինչ դեռ չեմ։ Տեսնենք։ Դե ինքն ասաց, ես ոչ ասացի, ասում եմ ես փոփոխական մարդ եմ, մնայուն բաներ աշխատում եմ, չանեմ։ Բայց մատերիալնի, ահա նյութական առումով ոչ թե մարդու ինձ համար շատ կարևոր է մարդկային հարաբերությունները ամեն ինչից վեր է նյութականից վեր է ես մանավանդ մի քանի օր առաջ էինք խոսում դրա մասին ինձ համար մարդու վրայով անցնել դա ընդունելի չի բացառություն է իմ կյանքում հնարավոր չի տենց բան ինձ համար կարևոր է այդ մի խոսքով մարդկային շփումը Իսկ Գագոյի պարագայում իսկապես ես կարծում եմ, որ ի վերուստ այդպես է եղել, ինչ նախախնամություն կար եւ մեր հանդիպման մեջ եւ այն, որ ես հայտնվեցի իր միջոցով թատրոնում, այն, որ ես տատու եմ անում, իդ նայելով էլ եմ ասում, որ տեսնում եմ, որ իմ կյանքը գծված է ու ինչ լինելու է, հաստատ լինելու է կյանքումս, ինչ պիտի լինի, հաստատ լինելու է։ Դա էլ Ջուլիետ խաղալուց իմ սիրած ֆրազներ ինչ լինելու է հաստատ կլինի Եկեք դրա կենաց ուրեմն մի վարքյան միջև կենացը ներողություն եմ խնդրում դու տենց կարողացար օկել Լիդիայից այդ ջերմ խոսքերը այդ հաստատումը եւ այլն բայց դու նենց ուղղակի թեման գցեցիր ու հիմա դե եկեք խմենք չէ այդպես չի դե եկեք խմենք ով չի դու չունես դու ասելու բան չէ բայց փոխադարձի հարցը չի մանա օրինակ բայց հստակ ինքն էլ կուզենար լսել որ ինքն էլ քեզ համար է տենց Այ հենց այդ է մեր միասնական կապի բանը, որ մենք արհեստական ոչինչ չեմ ուզում հիմա ես ինչ որ բան ավելացնեմ, ես չեմ ավելացնում։ Այդ անկեղծությունն է, որովհետև ես կավելացնեմ ուրիշ տեղ, ուրիշ պահի ու կբավարարվի այսօրվա, եթե դաժե մինուս է մնացել, որ ես պիտի բան ասի, կբավարարվի դե։ Ձևականության բան չլինի։ Սովորել եմ դրան։ Բայց նայ, ես վերջերս ձեր հարցազրույցներից մեկն էի նայում։ Էլի Լիդիան չի թաքցնում, խոսում է իր սիրո մասին, իր վերաբերմունքի մասին։ Դու էլի sense մի հատ սիրուն ֆրազա ասեցիր, թեման փակեցիր։ Համարդը մի քիչ զուս պետք է լինի էլի։ Միայն ես քեզ եմ սիրում, կյանքս մոնոշիկ, նունոշիկ, չգիտեմ, շատ արհեստական։ Մենք տենց բաներ տեսել ենք մեր ընկերական շրջապատում, որոնք շատ արագ բաժանվեցին։ Հա, պետք չի, ես իրան մի րոպե գալուց ով sense ես քշում եմ հիշում ես ոնց պատտվեցի ու չասեցի ինչ սիրուն ես ասել հերիք էր այդ մի շաբաթ ասել է մի շաբաթ հերիք է մի ամիս բայց հիշում ես ինչ անկեղծ էր չէ իհարկե Ոչ քեզանից ոչ փողեր ինձ պետք ոչ բաներ պետք չէ դա պորտկում էր դե հիմա որ չափից շատ արագ կասկած կմտնի արդեն որ փողա պետք լինում ոնց ես դիմում կալինում տալիս են Չէ, իրանը քեզ որ փողա պետք Իրա տալիս Ուղղակի տես ասես փողա պետք Հա, մոտից է տեսքան փող եմ վերցրել Հա, всё, հասկացա Մեր փողը ընդհանուր է, դες բան չի Հա, շատ լավ Ինչ լավ է Ինչ նորմալ առողջ հարաբերություններ եմ տեսել Ես աշխատում եմ որ իմը լներ, հենա ինչի ամուսնանում ինչեմ, հետս մարդ պահում Տենց մենակ նախոր կյանքով բիձակ լնեի Սա կյանք տենց փողերս դիզած ու մեռնելուց չգիտեմ ում պետքա թողեի հետո Կամ էլ պիտի հայտնվեին, սկսեին ուզել ստիպել Չէ, տենց դիզած մարդը կյանքում ոչ ոքի չի տալիս փող Որտեւ իր ով լինել իր ապրելու իմաստը դա փող ունենալն է Աստված չանի Իսկ օրինակ չի եղել տենց մեծ գումար մեկ էլ տենց նվեր ստանաք բան Նվեր Հա, ասենք կամ էլ ժառանգություն Իսկ մեր աշխատածի գումարը տենց նորմալ չեն տալիս որ մնաց նվեր մի ամիջ չէ իհարկե ոչ Բայց օրինակ որ նվեր ստանաս շատ մեծ գումար ինչ կանես Ինչքան մեծ ուզում հասկանամ մեծը որն Ասենք 1 միլիոն ամերիկյան դոլար 1 միլիոնով ինչ պետք է անես Հա, չէ, ում էլ այսօր էտելու մեծ գումար Հա, вообще շատ է փոխվել այսօր հա, այս գումարով
նախ կխառնվես իրար, որովհետև հիմա պիտի տեղավորվես հիմա այդ ինչ անես, դա ծախսես, թե դա դնես միտեղ որ քեզ գումար բերի։ Կյանքիդ այդ սիրուն հատվածը գնում է, էլի ֆինանսական ինչ որ բանի մեջ։ Այդ ընթացքում դու մեկա չես ժպտալու, ու այդ փողը քեզ եթե ժպիտ չբերեց, ուրեմն այդ փողը ավելավա քո կյանքում չլինի։ Իսկ ոնց եք նայում ներդրումներին, այսօրովհետև բոլորը արդեն այդպես տեսակ հիվանդ են, չէ՞, այդ ներդրումները անելով։ Այդ մեջ բիթքոինների մեջ, չգիտեմ, անգամ նույնիսկ եթե մի փոքր գումար ունեն կողք դրած, ինչ որ մի ձև փորձում են ներդրում անել։ Դուք չեք անում։ Իրանը իրենց որ վարկ բան չունեն, հա, այդ փող ունեն, վազես վարկը փակես, չէ՞։ Ոնց է փող ունեմ, չգիտեմ ինչ անեմ, ինչ ասեմ։ Իրան ժամանցին մի քիչ նախանձում եմ, ապրեն իրանք։ Ես ուզում եմ ասել շատ շնորհակալություն այս էմոցիաների համար, այս րոպեների համար, որ մենք միասին անցկացրեցինք։ Ես հուսամ մենք էլի դեռ կհանդիպենք, դե արդեն առանց տեսախցիկների, ինձ թվում է, եւ հին ու բարի ավանդույթները կշարունակենք։ Անպայման։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն լավատներության համար, հաճելի միջավայրի համար ու այս համով ուտելիքների համար։ Մենք էլ շատ վաղուց չէինք տեսնվել, բայց մենք նորից էինք խոսում, որ 1000 տարի իրար չենք տեսել, ոչ ոք չի փոխվել։ Ինչ որ եկանք այն եզրահանգման, որ երևի այդ ամենաճիշտն է, էլի։ Դե ուրեմն նորից հանդիպենք ու նորից շփվենք։ Տեսախցիկն բան, հազարակ բան կա պատմելու, չեն կարող պատմել։ Դե անջատեք, լավ, իրոք։ Շնորհակալություն։